Սեփականության իրավունքով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին պատկանող Երևանի կենտրոնում Կորյուն փողոցի վրա գտնվող այս շենքի երկրորդ հարկում 2020 թվականից դա ունի համախտանիշ ունեցող երեխաների համար գործում էր Արև երեխաներ կենտրոնը։ Մայրաթորը տարածքը կենտրոնին տրամադրել էր անժամկետ օգտագործման իրավունքով։ Հիմա, սակայն, կենտրոնն այլևս այս հասցեում չի գործում։ Արդեն մոտ 1 ամիս է տեղափոխվել են Հայկ եւ Էլզա Տիտիզյան լուսեսոցիալ վերականգնողական մանկական կենտրոնի երկրորդ հարկ, որը ժամանակին Մայրաթորը տրամադրել էր նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հիմնած Երևան իմ սեր հիմնադրամին։ Թե երբ է որոշվել տեղափոխել կենտրոնը, ինչու է որոշվել, ինչ պայմաններ էին Կորյուն 19A հասցեում գտնվող տարածքում ու ինչ պայմաններ են այս մյուս շենքում, Արև երեխաներ կենտրոնի նախագահ Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանը հրաժարվեց խոսել, ներկայացնել, ցույց տալ պատճառաբանությամբ, որ արդեն մեկ այլ հեռուստաընկերության հետ խոսել է ամեն ինչ ասել։ Երկու տարածքի ներսում այդպես էլ նկարահանում իրականացնել չկարողացանք։ Ավելի ուշ հեռախոսով Մայրաթորի խոսնակ Տեր Եսայի Քահանա Արթենյանը համաձայնեց խոսել։ Ես ամսաթվեր կդժվարանամ նշել։ Տեղափոխությունը իրականացվել է պայմաններից ելնելով, շատ ավելի ընդարձակ եւ շատ ավելի լայն հնարավորություններով տարածք է։ Եթե նախորդ հասցեում, որտեղ 5 տարի գործել է կենտրոնը, պայմանները ավելի վատ էին, ապա ավելի վաղ ինչու չեն տեղափոխվել հարցին, Մայրաթորի խոսնակն արձագանքում է։ Ավելի վաղ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս պահին նպատակահարմարությունը այդպես եղավ։ Ըստ տարածվող տեղեկությունների, Կորյուն փողոցի վրա գտնվող այս տարածքը տրամադրվելու է Մայրաթորի տեղեկատվական գրասենյակին, որպեսզի այն դառնա տեղեկատվական շտաբ Երևանում, որը զբաղվելու է մեդիա ու կազմակերպչական գործունեությամբ։ Արդյոք այդ տեղեկությունները ճիշտ են։ Տեր Եսայի Քահանա Արթենյանից հետաքրքրվեցինք, կա որոշում, թե Երևանի կենտրոնում գտնվող այս տարածքը ինչ նպատակով է օգտագործվելու։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սեփականությունն է տարածքը եւ մեր գործունեության շրջանակներում այդ տարածքը կօգտագործվի ըստ անհրաժեշտության, ինչպես որ կարգն է։ Այս պահին հստակ որևէ որոշում չկա։ Այսօր մեր նկարահանումների պահին տարածքի դուռը փակ էր։ Շենքի աշխատակիցը նշեց արդեն 3 շաբաթ։ Նաև մանրամասնեց հարկ ցուցակագրված է, ինչ կենտրոններ են գործում շենքում։ Այդ տարածքի հետ կապված որևէ նորություն չունեն։ Իրինամ Կրչյան, Սերյան Անտոնյան, Լուրեր։